Մենք հաճախ վախենում ենք ոչ թե վատ արդյունքից, այլ անորոշությունից։ Շատ մարդիկ մնում են հին աշխատավայրում, հին հարաբերությունում կամ հին բիզնես մոդելի մեջ միայն այն պատճառով, որ ոչ թե լավ է, այլ մնում են, որովհետև ծանոթ է։ Անորոշության մեջ դուք չգիտեք ինչ կլինի հետո, չգիտեք կստացվի, կընկնեք, մարդիկ կփոխեն վերաբերմունքը, դուք ինքներդ ձեզ նոր դերում կճանաչեք, թե ոչ։ Հետազոտություններում անորոշության անհանդուրժողականությունը, անորոշությունը դժվար տանելու միտումը շատ հաճախ կապված է անհանգստության բարձր մակարդակի հետ։ Ուղեղը դատարկ տեղ չի սիրում։ Երբ տեղեկատվությունը քիչ է, մենք հաճախ սկսում ենք լրացնել բացերը մեր ամենավատ սցենարներով։ Դուք դեռ տեսանյութ չեք հրապարակել, բայց օրինակ արդեն պատկերացրել եք, որ ձեզ կծաղրեն։ Դուք դեռ ծառայություն չեք առաջարկել, բայց արդեն որոշել եք, որ ոչ ոք չի գնի։ Դուք դեռ չեք փոխել ձեր մասնագիտությունը, բայց արդեն գուցե համոզված եք, որ չի ստացվի։ Այստեղ լուծումը մի վախեցիրը չէ։ Լուծումը անորոշությունը փոքրացնելն է։ Ոչ թե հարցնել իմ կյանքը փոխվելու է, այլ հարցնել ինչ փոքր փորձ կարող եմ անել այս շաբաթ, որ մի քիչ իրական տվյալ ունենամ, որովհետև անորոշությունը երևակայության մեջ անսահման է, փորձի մեջ չափելի։